Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV եթերում է եւ հաղորդման սկզբում կցանկանայի, որ ձեզ հիշեցնել, որ անհրաժեշտ է անպայման բաժանորդագրվել մեր ալիքին։ Գիտեք, շատ կարևոր է, որ դուք դառնաք մեր հետևորդը։ Մենք հույս ունենք, որ մեր աջակիցների թիվը գնալով իսկապես պիտի ավելանա, եւ դա ոչ թե հենց այնպես ավելանալու համար, այլ դա շատ կարևոր է մեր առաջիկա համագործակցության համար։ Իսկ այժմ այսօրվա ծրագրի մասին նախ ասեմ, որ հերթական անգամ մենք այսօր տաղավար ենք հրավիրել մեր ճանաչված հայտնի իրավաբաններից մեկին, փաստաբան, դոկ կուսակցության նախընտրական շտաբի պետ Լևոն Բաղդասարյանին։ Բարև ձեզ, պարոն Բաղդասարյան։ Բարև ձեզ, պարոն Հոշյան։ Ես պիտի ասեմ, որ երեք մենք ուղիղ կապով հերթական հարցազրույց անցկացրինք Վարդան Ղուկասյանից, նա խոսեց իր ծրագրերից, որ շուտով կհայտնվի ազատության մեջ, խոսեց բանտային պայմաններից, մի խոսքով հետաքրքիր զրույց էր, բայց ես կուզենայի, որ դուք որպես փաստաբանի մեկնաբանեք, թե այսօրյան ինչ իրավական գործընթաց է գնում։ Շնորհակալ եմ, շատ լավ հարց տվեցիք, շատ սիրով կպատասխանեմ իրավական հարցերի վրա։ Մինչ այդ ասեմ, որ իզուր չի, որ Վարդան Ղուկասյանը կուսակցության անունը անվանել է դեմոկրատիա, օրենք, կարգապահություն։ Այնքանով, որքանով ինձ արդեն հայտնի է Վարդան Ղուկասյանի հայաստանյան գործունեությունը, Ամերիկայի գործունեությունը ըստ էության հասարակությանը հայտնի է եւ երրորդը, որ գտնվում է մեկուսացման մեջ բանտում։ Նայեք, իր ոչ գործունեության ընթացքում Վարդան Ղուկասյանը ղեկավարվել է օրենք կարգապահություն այդ լոզունգով, այսպես ասած, եզրույթով, եւ իրեն ճանաչող շատ անձինք են գալիս, որ իրեն հետ աշխատել են, ոչ միայն արձանագրում են որպես մասնագիտական առումով լավագույն օպերատիվ աշխատողներից մեկը, այլ նաեւ ասում են, որ նրա համար բացառություն չկար, թե եթե պայմանական օրենքը զանցում էր պայմանական իր կողքի ընկերը, բարեկամը եւ այլն, եղել է բավականին խիստ, շատ հաճախել, ինչպես իր ընկերներն են, գործընկերներն են բնութագրում, բավականին կոպիտ։ Նույն ձև ականատեսը մենք եղանք Միացյալ Նահանգներում վերջինիս գործունեության հետ կապված, իհարկե բացառությամբ իմ կարծիքով, որը ինձ համար միշտ անընդունելի է եղել խոսիթ հրապարակային ու հայանքներով, բայց գործունեությունը երբ նայում ես, թեկուզ իրավաբանի աչքերով եմ նայում, ինչ էր անում, փաստ էր դնում տակը եւ ներկայացնում էր պետական մարմիններին ցույց տալով տվյալ անձի կամ անձանց անօրինական գործողությունները։ Երբ Վարդան Ղուկասյանը հայտնվեց բանտում, ոչ ավելի, ոչ պակաս, նաև որպես ըմբոստի տեսակ սկսեց ըմբոստ ստանալ արևելուտ բանտում տեղի ունեցող արևելուտ խախտումների դեմ։ Մասնավորապես իր ձայնը բարձրացրեց, որ ինչպես կարա անձը մնա բանտային համակարգում, երբ օրական ռեժիմով գոնե կես ժամ, մի ժամ անձանրայություն ունի մաքուր օդի, այսպես ասած կոչվում է պրագուլկա զբոսանք։ Եվ պատկերացրեք, այդ բանտը երբևիցե մինչև Վարդան Ղուկասյանի հայտնվել է այնտեղ պրագուլկա հասկացողություն չի եղել, այսօր այդ ողջ բանտային համակարգում ոչ միայն Վարդան Ղուկասյանը, այլ նաև մնացյալ անձիկ օրական 2 անգամ ռեժիմով դուրս են գալի պրագուլկայի։ Հավասիկ դա է Վարդան Ղուկասյանի ըմբոստ տեսակը, կերպարը, եւ նաեւ դա է կարծում պատճառը, որ այսօր հասարակության մի լայն զանգված ցույց է տալիս իր համակրանքը Վարդան Ղուկասյան անձի կատարած ըմբոստ տեսակի եւ գործողությունների հետ կապված։ Ինչ վերաբերում է, որ երեք հարցազրույց եք դուք վերցրել պարոն Ղուկասյանից, ես դա տեսել եմ պարոն Ղուկասյան, անհնարություն նույնականացրեցի ձեզ։ Ես հաճախ եմ նույնականացնում, այնպես որ հանգիստ կարող եք ասեմ, այո։ Եվ ասեմ հետեւյալը, իրավամբ պարոն Ղուկասյանը ճիշտ նկատեց, որ ինքը վաղն էլ կարա վերջ կենա եւ դուրս գա այդտեղից, ուղղակի որոշակի մարտավարական իրավական մարտավարություն կա, որ այս բան մինչև վերջ չեմ բարձրաձայնի, բայց ինքս որպես իրավապաշտպան հակված եմ, որ մեկ օր շուտ դուրս գա եւ գնա երրորդ երկիր։ Երրորդ երկրի հետ կապված ասեմ, որ կան այո այսօր մի քանի երկրներ կան, ովքեր հատուկ վիզայի կարգավիճակով շատ են ցանկանում Վարդան Ղուկասյանին տեսնել իրենց երկրում։ Եվ կարծում եմ մինչև դեկտեմբերի վերջ Վարդան Ղուկասյանը կլինի ազատության մեջ, իսկ թե որ երկրում կլինի,
կբարձրաձայնենք, միանշանակ կտեղեկացնենք։ Ավելին չի բացառվում, որ Միացյալ Նահանգները եւս այսպես ասած հայտի ապահովման միջոց կիրառի եւ թույլատրի, որ մինչեւ տվյալ վարչական գործի շրջանակում, մինչեւ վերջնական բողոքի քննության վերջնական ավարտը, վերջինս բնակվի ազատության մեջ արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Դերևս այսքանը։ Ես չգիտեմ, թե դուք ինչպես, բայց ինձ պարոն Բաղդասարյան, այդ վերջին շրջանում անընդհատ զանգում են տարբեր երկրներից, տարբեր քաղաքներից եւ ասում են ինչով կարող եք մեկ օգտակար լինել Վարդան Ղուկասյանին նախընտրական շտաբ բացելու եւ նմանատիպ մի շարք հարցերի հետ կապված։ Չգիտեմ, զանգերը այնքան շատ են, մարդիկ չգիտեն ինչ անեն, միգուցե դուք խորհուրդ տաք։ Պարոն Մուշյան, եկեք բարձրաձայնենք նաև, որ կարծես 3 թե առաջ օրը դուք զանգարեցիք, ասեցիք, արի ինձի փրկի, եղբայր, մարդիկ զանգում են, հարցեր են տալիս, չեմ իմանում ուր ուղարկեմ որտեղ ուղղորդեմ։ Նախ շտաբների հետ կապված։ Օրենքով նախատեսված ժամանակը կգա, շտաբները կլինեն, հայտարարությունը կարվի, կամավորները կարի թե ցանկանում են կարող են ներգրավել։ Ինչ վերաբերում է այն անձանց, ովքեր զանգարում են, լավ իմաստով, թեկուզ ձեզ անհանգստացնում են, թե ցանկանում ենք որտեղ գնանք, ինչ-որ ծրագրեր ունենք, ցանկանում ենք անդամագրվենք, ես ցանկանում եմ հրապարակային հայտարարել։ Այն անձիկ, ովքեր ցանկանում են ֆիզիկական անձիկ կլինեն, իրավաբանական անձիկ կլինեն, ովքեր ցանկանում են, որ իրենց օգնությունը առաջարկեն կամ դառնան կուսակցության անդամ, պետք է դիմեն կուսակցության նախագահ Անի Խուդավերդյանին։ Բացառապես անկարիքը չկա, որ ձեզ զանգեն անհանգստացնեն, ինձ զանգեն անհանգստացնեն կամ երրորդ անձի միջոցով փորձեն այսպես ասած հայխասյատա, դոստուպ ունենան, որ գան ձեր մոտ կամ գան ինձ մոտ։ Այդ բոլոր այդ կարգի անձնավորությունները մարդիկ, հարգելի մարդիկ, շնորհակալություն, դուք կարող եք դիմել կուսակցության նախագահ Անի Խուդավերդյանին։ Եթե ցանկանում եք որոշակի նորություններ իմանաք վերջին նորությունները, ապա բացառապես օգտվեք դոկ կուսակցության պաշտոնական Facebook-յան էջից։ Ամփոփելով միտքս, կարիքը չկա զանգահարել, կարիքը չկա ասել ուր գնամ, ինչպես գնամ։ Ցանկանում եք, որպեսզի ներգրավեք կուսակցության անդամ, համակիր կամ այլ հարթության վրա, կրկնում եմ, մոտիկացեք կուսակցության նախագահ Անի Խուդավերդյանին կամ հետևեք կուսակցության պաշտոնական էջի հայտարարություններին։ Ես մի հարց էլ կա հետաքրքիր, ինձ շատ հետաքրքրեց, ես նկատել եմ, չգիտեմ դուք ինչպես համացանցում հայտնվել են մի շարք հետաքրքիր հարցազրույցներ, որտեղ գովաբանվում է Վարդան Ղուկասյան, թե քաղաքական գործիչ է, թե մարդ է, եւ այդ ամենը փաստորեն մեզ հրամցնում է Անդրեյ Ցիպին, հա, Ցիպին ծանոթ է, ծագումով հրեա։ Հրեա, ծագումով հրեա, եւ այդ հարցազրույցները այնքան շատ են հրեական այդ մարդկանց շրջանում, սա ինչ է, դիրքորոշումն է հրեական պետության Վարդան Ղուկասյանի հանդեպ, թե ուրիշ ինչ-որ բաներ եք տեսնում այս ամենում։ Ես ասեմ, պարոն Ղուկասյան, փորձեմ ավելի Պարոն Ղուկասյան։ Դե սովորական է, սովորական։ Այդ մարդը ինձ էլ է հիվանդացնելու, ցավտանը այնքան են զբաղվում իր գործերով։ Հարավոտից արտահայտում Ղուկասյան, Երևանից կլինեք։ Պարոն Ղուկասյան, ըստ էության ես կցանկանամ արձանագրեմ, որ նաև անձիկ կան տարբեր տարածաշրջանից, ովքեր նաև պաշտոնական գրություններ են ուղարկում, գովաբանելով, ինչ-որ առաջարկություններ անելով, դա արդեն կարծես թե սովորական բանադար է։ Այո, ես տվյալ անձնավորության եթերներին, մի քանի եթերի անկես բոլորը չէ, նայել եմ, տեսել եմ, գիտեք ինչումն է, ես կդժվարանամ ասեմ, իր տեսակետը պետական, պաշտոնական տեսակետը թե ոչ, անձը ուղղակի բլոգեր է, եւ հայտնի բլոգեր բավականին։ Այո։ Եվ անձը միայն բլոգեր է, թե այլ գործառույթ էլ է իրականացնում պետական որոշ լիազոր մարմնի կողմից, կդժվարանամ ասեմ։ Բայց փաստը մնում է փաստ, որ տվյալ անձինք ուսումնասիրելով Վարդան Ղուկասյանի էությունը, գործունեությունը նախկին ներկա եւ տեսնելով պոտենցիալ ուժ տեսնելով, նաեւ քաղաքական ուժ տեսնելով, ավելին մենք բոլորս գիտենք, որ վերջերս բազմաթիվ սոցիոլոգական հարցումներ եղան, այդ թվում նաեւ Փակ TV եւս 24 ժամվա ընթացքում մոտ
մեկ տասնյակի հազարի չափով մարդիկ քվեարկեցին մոտավորապես 7-8 տեխնացուի օկտին եւ մասնավորապես 65%-ով առաջ տեղում գտնվեց Վարդան Ղուկասյանը։ Բնականաբար տարբեր երկրի ներկայացուցիչներ, ինչու՞ չէ նաեւ տարբեր երկրների հատուկ ծառայություններ կամ այլ շագիրդի անձինք տեղյակ լինելով փորձում են առաջարկել իրենց օգնությունը։ Եվ ես ավելի քան վստահ եմ Վարդան Ղուկասյանը այնքան խորիմաստ եւ ուշադիր կլինի եւ բոլորը կենտրոնացնի միտեղ կան իր հետեւությունները անհրաժեշտության դեպքում տվյալ բլոգերը հետ կհամագործակցի, անհրաժեշտության դեպքում կհայտնի շնորհակալություն։ Ուզում ասեմ, դա արդեն մեր համար դարել է սովորական բան։ Տասնյակներով տվյալ ոլորտի անձիկ, բլոգերներ, ժուրնալիստներ, միայն ինձ այս վերջի 5-6 օրվա ընթացքում տարբեր երկրների տարբեր լրագրողներ են գրել, որ ցանկանում են, որպեսզի իրենց երկիրն են ներկայացնեն եւ ցանկանում են, որպեսզի Վարդան Ղուկասյանի վերաբերյալ փորձեն ասենք հարցազրույցներ վերցնել։ Դա ես նորմալ եմ տեսնում եւ նաեւ շնորհակալություն այդ բլոգերին ով հրապարակային այսպես ասած սազը առած ձեռը գովերքում է եւ կարծես թե նաեւ որոշակի ծրագրեր էր ներկայացնում հենց պետության անունից, որ Իսրայել պետությունը պատրաստ կլինի օգտակար լինի անգամ որքան հիշում եմ նաև ռազմավարական գործունեության մասին, ինչևից է յուրաքանչյուր մարդ ունի իր տեսակետը, յուրաքանչյուր մարդ ունի իր կարծիքը, մենք ըմբռնում ենք մոտենում բոլորի բոլոր կարծիքներին։ Դե իհարկե դա չի կարող չուրախացնել ձեզ հատկապես որպես դոկ կուսակցության նախընտրական շտաբի պետի, որովհետև հետաքրքրությունը իրոք շատ մեծ է ձեր կուսակցության, ձեր առաջիկա ծրագրերի հանդեպ եւ պարոն Բաղդասարյան, կարծում եմ, որ այս ամենից ելնելով դուք պիտի նաև մեզ ինչ-որ տեղ մի փոքր ներող լինեք, որ հաճախակի ձեզ անհանգստացնենք, հրավիրենք տաղավար, որտեղ մարդիկ շատ են ուզում լսել կամ ձեր խոսքը, կամ Վարդանի խոսքը, եւ իհարկե առիթի դեպքում նաև դուք մեզ կարող եք հուշել, թե ում կարելի է հրավիրել այս զրույցները շարունակելու կապակցությամբ։ Պարոն Հուշյան, ես նախ շնորհակալ եմ, որ այդ պատիվը ունեմ ներկայանալու, ներկայացվելու, նաև գիտեք, լավ բաները պետք է ասել։ Եզակի TV, որը բնականաբար միանշանակ բաց է բոլորի համար։ Եզակի TV, ովքեր իրենց կարծիքը ազատ կարողանում են արտահայտեն, բնականաբար ճիշտ եք դրել առանց հայանքների, առանց ինչ-որ սպառնալիք եւ կապ չունի դա իշխանական թեվա, օպոզիցիոն թեվա, թե հասարակ մի հատ մշակ է, որ եկել է ուզում է ներկայացնի կոնկրետ մի խնդիր կապված իր գյուղատնտեսական ոլորտում։ Ոչ մի TV-ում թող ներվեն մնացած բոլոր TV-ները, ես նման բան չեմ տեսել։ Ավելի որպես իրավապաշտպան շատ TV-ների կողմից հրավիրվել եմ եւ որպես կանոն որոշակի սահման է դրած եղի կամ ավելին խոսել եմ մի բան, հետո մեկը տեսել եմ մոնտաժված են ներկայացնում։ Պայմանական մի TV-ն իշխանական TV է, մի TV-ն այսպես ասած օպոզիցիոն TV է, այո, եզակի TV է եւ դրա համար ես իրականում իրավամբ շնորհակալ եմ եւ մաղթում եմ ձեզ այսպես բազմաթիվ լավ կարգին եթերներ եւ թող ձեր TV-ն լինի նախատիպը հետագա բոլոր TV-ների համար, որ TV-ն ընդհանրապես պետք է լինի անկախ կառույց, ոչ թե ով պետք է փողը տա պատվիրի նրա համար երկի։ Եվ շնորհակալ եմ, պարոն Բաղդասարյան, սիրելի բարեկամներ, մենք այսօր հերթական անգամ հյուրընկալել էինք դոկ կուսակցության նախընտրական շտաբի պետ, մեր իսկապես ճանաչված շատ հայտնի իրավապաշտպան, փաստաբան Լևոն Բաղդասարյանին, ում հետ մենք կարծում եմ առաջիկայում նոր առիթներ կունենանք եւս հանդիպելու։ Իսկ այսօր այսքանը, լավ մնացեք, չմոռանաք բաժանորդագրվել մեր հեռուստաալիքին, եղեք միշտ մեր կողքին։ Շնորհակալություն, ցտեսություն։